Իսկ եթե բանը անդրադառնանք իր ռազմական գործողություններին, մեզ ուրեմն սովետական հատուկ նշանակության զորքերում ծառայելուց, ուրեմն տակտիկայի դասերի ժամանակ դաս էին տալի, ասենք, բանը հետ նահանջ մարտով, այտենց դաս կար եւ մի քանի օրինակ էին բերում։ Դա սովետական միության պայմաններում, որտեղ ֆիդայական շարժումը տաբու, փակ, թեմաներ, սենց։ Ես հիշում եմ, պատմել ես, մեկը առաքելոց վանքից մարտով, ասենք, հետ նահանջի, ասենք, օրինակն էին բերում նաեւ։ Շատ հետաքրքիր էր, ես զարմացած, վայ քեզ բան, ու ուրիշները այտենց մի չէին նկատում այդ դասին նստած, բայց ես լինելով հայ ու գոնե մի փոքր, ասենք, այդ ամեն ինչին ծանոթ լինելով ռանշպարների գիրք կանչը կարդացած եւ այլն, սեն, ես զարմացած էի, ու բանա կապիտան Կիսիլովը, որ դասը անցկացնում էր, ինքը ասեց, բանա, մի զարմացի, ասեց, Վարդանով, մի զարմացի, ասեց, ինքը ասում է բավականին լավ ուսումնասիրված է, որովհետեւ այն ահռելի քանակ շրջապատած օղակը, որ եղել է այդ վանքի շուրջ, ու ոնց են կարացել մարտով հնարամտություն եւ խիզախություն օգտագործելով ճեղքել այդ բանա օղակը ու դուրս գալ, ասում է դա չէր կարա չնկատվեր այս տիպի, ասենք, կառույցներով, ոնց որ, ասենք, հատուկ մի հատ էլ թվերը նշեմ, էլի 40 հոգով կռվել են 6000 պլյուս Աստված գիտի ինչքանի դեմ։ Ունեին ընդամենը 37 հրացան, որից Մաուզեր տիպի մենակ Անդրանիկիններ։ Հին հրացանները, իրանց հրացանները կայծքարով հրացաններ էին, մեծ մասին, կարելի ասել բոլորին, նու բոլորինը չէ, բայց մեծ մասին, Անդրանիկի Մաուզերը ուղղակի միակ թափթազա զենքներ։ Այնտեղ կարող է էլի, ասենք, նորմալ կազնազարյադնի հրացաններ են եղել, բայց նաև կայծքարով հրացաններ են եղել 19-րդ դարի մեջտեղի։ Ասեմ, ֆայմելը ասեմ, դա թուրքերեն բառա, ֆայմելը։ Չգիտեմ, գլխի ընկավ։ Գլխի էին ընկել մերոնք, որ ամեն մեկի համար, ամեն հրաձիքի համար 2-3 դիրք էին պատրաստել։ Որ մանևրելով, համ մանևրելու, համ դիմացինին խաբելու համար։ Դե խաբելու էլի հնարքներ էր տարբեր Շատ հնարքներ էին օգտագործել, բայց էդ էլ էին արել։ Ու նշվում, շատ է նշվում, որ 3 գոնե Անդրանիկը նշում է 3 դիրք ուներ ամեն մի հրաձիք։ Ու սկզբի օրերը, երբ որ գալիս են թուրքերը հետախուզելու, որ տեսնեն վանքում են թե չէ ֆիդայինները, դա ամսի 2-ին կամ 3-ին է լինում։ Նոյեմբերի, հա, նոյեմբերի